Երբ կբարձրացվի աշխատավարձերը այս տեմպերով։ Թոշակներն Երբ որ մենք կարողանանք ավելի բարձր ցուցանիշ ունենանք տնտեսական աճի, քան մեր պոտենցիալն է։ Այսօր 4%, 4.5% է մեր տնտեսական պոտենցիալը թույլ տալի, որպեսզի մենք ունենանք, ես կարծում եմ, երբ որ մենք կարող ենք թևակողել շատ ավելի բարձր տնտեսական միջավայր։ Գիտեք, դա ամեն ինչը կախված է հաշվարկների, որովհետև բյուջեն երբ որ ներկայացվում է, մենք նայում ենք որպես ընդհանուր համակարգ, եւ ոչ թե մեկ տողին ենք ուշադրություն դարձնում, որ անպայման այս ծախսը պետք է անենք, թե չէ։ Մենք նայում ենք, որ բյուջեն ինքը ինչ խոսքերը պետք է ապահովի, ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա, աշխատավարձերի բարձրացումը պետք է մենք մեր մտքում պահենք, որ մեկ անգամ բարձրացրեցիք, դա լինում է պերմանենտ, անընդհատ նույն ծախսը դու մնացած տարիներին պետք է ունենաս։ Եթե դու թիրախավորում ես, որ մեկ տարի պետք է ունենաս 7%, բայց հաջորդ տարի ինչ-ինչ պատճառներով պետք է ընկնի ենթային տնտեսական աճը 1 կամ 2%-ի, այդ պարագայում խնդիր առաջանում, եթե դու բարձրացնես աշխատավարձերը եւ թոշակները, մյուս տարի դու ինչ պետք է անես։ Դրա համար ես կարծում եմ, որ համենաառաջի խնդիրը մենք պետք է ածանցված դուրս գանք տնտեսական աճից։ Որքան կարող է, որքան պետք է, այսպես ասած, հանձին ձեր կառավարության հույսեր ունենան, ամենը որ լավ է լինելու։ Այո, համարառաջ, գիտեք, ես կարծում եմ, որ մեր կառավարության, մեր թիմի հիմնական ազդակը հետևյալն է։ Մենք ազնիվ ենք լինելու մեր հանրության հետ, մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի իրավիճակը փոխենք ապագա տարիների համար։ Եվ կարծում եմ կառավարության գլխավոր խնդիրն է, որպեսզի մենք տնտեսության մեջ ունենանք տնտեսական աճ։ Պարոն Հարամյան, դուք ասացիք ներողություն, դուք ասացիք քաղաքացին պետք է հույսեր ունենա, որ լավ է լինելու։ Քաղաքացուն դուք քաղաքացու արժև եք կանգնելու մի 2-3 ամիս հետո ձեր իշխանությունը, կառավարությունը եւ ցուցանիշներ ցույց տալով ձայներ է փորձելու կորզել հանուն այդ նույն իշխանությամբ։ Քաղաքացուն նույն բանն եք ասելու, ինչ եք ասելու։ Գիտեք, մենք քաղաքացուց ձայներ չենք կորզում, մենք վստահության քվե ենք վերցնում, դա առաջինը։ Երկրորդը մենք կարծում ենք պետք է անենք այն, ինչ որ պետք է անենք, այսինքն մեր առջև դրված խնդիրը մաքսիմալ փորձենք լուծենք։ Գնահատականը արդեն քաղաքացին կտա։ Մենք ոչ թե ձայներ ենք կորզել, մենք խնդրում ենք վստահության քվեն։ Դրա համար դրա այդ հարցի պատասխանը քաղաքացին կտա։ Հույսի երաշխիքն է, հա, վստահության քվեն։ Քաղաքացուն հույսի երաշխիքն է։ Ես մի բան ասեմ, ընդհանրապես հույսը վատ բան չէ, առանց անհույս մարդիկ իրականում դա հուսալքված մարդիկ անարդյունավետ են։ Եվ ընդհանրապես հանրության հետ հուսալքված ելնում փոքրանում են հնարավորությունները, որպեսզի դու ապագայում առաջ ընթանաս։ Բայց հույսը առանց գործողությունի դա եւս խնդրեմային է։ Դրա համար մենք կկատարենք գործողություններ, հույսը կարծում եմ կարտնանա։